Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի հետ հաջորդ ուղիղ բանակցությունները, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ Ուկրաինան եւ գործընկերները քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մանրամասներն ու գաղափարները։ Ըստ Ուկրաինայի նախագահի, կարևոր է, որ Ամերիկան շարունակի մասնակցել խաղաղության մերձեցման գործընթացին։ Ի վերջո, հենց Ամերիկայից են վախենում Ռուսաստանում եւ ԱՄՆ-ն կարող է ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, ասել է Զելենսկին։ Միացյալ Նահանգները հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, հաղորդում է CNN-ը հղումանելով ամերիկացի պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները ստացել են նոր հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ընդգծում են հեռուստաալիքի աղբյուրները, դեռևս պարզ չէ, թե արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ, սակայն նրանցից մեկի խոսքով վերջին ամիսներին նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսի եւ երկրին ծառայելու ճանապարհին զոհված մյուս նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ քննադատել է ԱՄՆ-ի վերջին դիրքորոշումներն անուղղակի միջուկային բանակցություններում եւ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մեկից թույլտվություն չի խնդրում Ուրանը հարստացնելու համար եւ վճռականորեն կշարունակի իր անկախ ուղին։ Նա պարզաբանել է, որ Իրանը բանակցության մեջ է մտնում արժանապատվության դիրքից, այլ ոչ թե խաբեության կամ ճնշման ներքո։